Ոնց, սիրուն ոնց է։ Մեր պես օպերատորները թող ասեն, խոսելիս կամերան եք։ Պարոն Կարապետյան, ինչով եք բացատրում, ինքնաբացատրում եք, զանգված եք ինքնաբացատրումները, որովհետև հարցիստերից նախադեպ չի եղել մինչև հիմա։ Ինչ սցենարն է, ինչու է Մեր գաղտնի պլանի մասերից։ Հնարավոր է, որ այսպիսի սցենար կա, որ ինչ-որ պահի մանդատները վայր դնեք, ձեզ համար կանխատեսելի լինի նրանից հետո եկող թեկնածուները։ Դա գաղտնի պլանի մաս է։ Պարոն Կարապետյան, հայտարարության մեջ Անվստահելի թիմակիցներ։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են այդ բռնակնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Պարոն Կարապետյան, Բայց դա մեր քաղաքական մարտավարություն։ Այդպես ձեր հայտարարության հաղորդակցության մեջ նշել եք, որ այս անձանց ինքնաբացարկը պայմանավորված էր, որպեսզի նրանք պաշտպանեք նրանց հնարավոր նշանական ճնշումների մասին խոսքը կհստակեցնեք։ Ամենօրյա բռնաճնշումների։ Այս անձիկ այսքան էլ հանրային ճանաչելիություն չունեն, ինչ ճնշումների մասին է խոսքը, այսինքն ինչ-որ քրեական ընդդիմություններ եւ այլն։ 700 մարդ ձերբակալել են, դրանցից երևի հանրային ճանաչելիություն ունենային մի 5 մարդ։ Ինչի մասին։ Բայց ասեն այդպես չձերբակալեին դրա համար զանգվածային դուրս եկան ցուցակներից, այսինքն Ոչ թե ձերբակալեն, տարբեր տեսակի բռնաճնշումներ են։ Բայց ակնհայտ է, որ նախի պաշտոնի համար արդեն տեխնատուներ ունեք, Արմ Բարթևանյանի մասին է խոսում, Էդգար Ղազարյանի, կա արդեն տեխնատուներ։ Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել։ Պարոն Կարապետյան, ներողություն արեք Կարապետյանի քրեական վարույթը, որ երեք արդեն հայտնի դարձավ, ինչին է վերաբերում։ Գիտեք, որ երկու հատ կա, մեկը այլ երկրի անձնագիր ունենալը թաքցնելը, կարծեմ մի հատ էլ կա բանակից խուսափելու, սա ինչ վարույթ է։ Պետական ապօրինի վարույթ։ Ինչին է վերաբերում, ենթադրյալ ինչի կողմից։ Պետքան վարույթ են հարուցում, գիտեք ինչ են հարուցում։ Պարոն Կարապետյանի ձերբակալ են, որոշեն մեղադրանք առաջադրել։ Այդն հարուցել երևի եթե ուզեն մեղադրանք առաջադրել։ Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արի եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են ինչը Սամվել Կարապետյանի տղաները, եղբոր տղաները չեն ծառայել բանակում, դուք ունեք պատասխան բան։ Իհարկե ունեմ, ես ասել եմ։ Իմ տղաները, իմ եղբոր տղաները մի 100,000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո։ Դրա համար թող ինքը իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա ով մասին պետք է։ Գներեք, բայց պարտադիր զինվորական ծառայությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով է, նախատեսված եւ եթե չկան ինչ-որ Գիտեք, որ բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար չեն ծառայել։ Ոչ մեկը անհարգելի պատճառով չի եղել։ գիտությամբ են զբաղվել, հա։ Գիտնականները Նայեք ուսումնասիրին, լավ գողես։ դե ուսումնասիրել բաններ նաև հարց տալն եւ պատասխան ստանալը։ Հարց տալը դուք իրենց տուն։ Իրենք լավ գիտեն։ Հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան։ Դրա համար ես ասեցի Սուրեն Պապիկյանը սկի չի երազի։ Ինչ կան բան են այդ տղաները արել Հայաստանի բանակի համար։ Ինչ են արել։ Գաղտնի պլանից կասել։ Կարելի նարակի հարցին չի կարող։ Պարոն Կարապետյան, գաղտնի պլանից հարցնեմ, էլի դուք եք նախատեսում դա Ինչա։ Մամուլը գրում էր, որ նշություն էր հանդիպման ժամանակ արտահանման հարցում հատողություն չմնացել։ Փաստորեն դեսույթը հակառակությունում առանց մանրամասն բացատրել։ Ինչ է կարծում, եթե կա պայմանավորվածություն, ինչի չի հանդիպել։ Ճիշտ ասած ես չգիտեմ, կա թե չկա։ Դրա համար հիմա ամեն օր մենք կզգանք, կա թե չկա։ Այսօր ես լսեցի, որ հերթական 3 միլիարդն են մսխում այդ հարցերը լուծելու համար։ Եթե լիներ պայմանավորվածություն, ինձ թվում է իրենք այդքան գումար չէին ծախսի աննպատակ։ նախադրյալներ են պետք, որ դուք իրագործեք։ Տեսեք, ուզեմ սրա մասին խոսել։ Մեր գաղտնի պլանները երկար պլաններ են, քայլ-քայլ գնում ենք մեր գաղտնի պլաներով, քայլ-քայլ ձեզ ցույց ենք տալիս։ Հնարավոր որ սպասում ձեզ համար հարմար առիթ է Ռուսաստանի պատժամիջոցների խստացումը, որ սոցիալական բունտ լինի թե ձևի։ Վերջը նախկինում էլ Ես արդեն հայտարարել եմ, որ ես դեմ եմ այդ պատժամիջոցներին ու իրոք անկեղծ եմ դեմ, դրա համար մեկ օր կանգնեցնելը
Դա շատ կարևոր է մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար։ Պարոն Կարապետյան, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պարզվում է պատրաստ է օգնել Նիկոլ Փաշինյանին, պայքարել եկեղեցու դեմ, նաև ձեր աջակիցների դեմ, ինչպես բացահայտել էին ռուսպրանտիերները։ Ինչ կարծիք ունեք դուք այս հարցի վերաբերյալ, արդյոք սա Ես կարծիք ունեմ, որ իրենք արդեն 1 տարի օգնում են Փաշինյանին պայքարելու թե եկեղեցու դեմ, թե մեր դեմ, եւ նա փորձում է ամեն օր պայքարել։ Դուք թիմ ընտրություններին մասնակցել պլաններ ունեք։ Հիմա իշխանությունը քննարկեց եւ ընդունեց օրենք, որ այն ուժերը, որոնք կոռուպցիայի մեջ են հատկացված եղել, չկարողանան քաղաքական գործընթացներին մասնակցել։ Մտավախություն չունեք, որ դա կտարածվի ուժեղ Հայաստանի վրա, պարոն Կարապետյան, եւ ինչպես եք դրա դեմ պայքարել։ Ուժեղ Հայաստանը, ես ասել եմ, չկա մեկ դեպք, չկա մեկ դեպք։ Դա իրենք ինչ արել են, այդ զայնագրություններով շեղեցին մեր վրա, բայց սահմանադրական դատարանը ցույց տվեց, որ այդպիսի բան չի եղել մեր ուժի կողմից, դրա համար դուք ուսումնասիրեք, այսինքն իրենք ամեն ինչ անում են ապօրինություններ, հետո մի քայլով շեղում են, այդ զայնագրությունները, այդ շեղելն էր, որ իրենք իրենց արածները միլիարդ դոլարների հասնող ընտրակաշառքները շեղեցին մի քանի զայնագրություններով։ Պարոն Կարապետյան, բաղկից հայտնել է մի պարտավոր աշխատանք կողքով աշխատակիցների մասին եւ Արարատ Սենատի աշխատակիցները այսօր շողոց են եկել։ Դրանց զուգահեռ վարչապետը զբաղեցել է աշխատանքը կողմելով հետևակներ չունենալ ուշացել դրանք քանի որ քանի որ աչքի առաջ ունենք գեցի դիմակը։ Ինչ է կարծում, ինչ է կարողանում գործողությունը եւ ամենակարևորը հարցությունը ինչու է սահմանում։ Իրենք շատ մեծ հաջողությամբ Հրազդան ցեմենտը ոչնչացրեցին, կարելի ասել, հիմա կոչնչացնեն Արարատ ցեմենտը, հետագայում այլ ցեմենտներ կոչնչացնեն, իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության հետ, ամբողջությամբ ոչնչացնում տնտեսության դեմ, ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսություն Հայաստանում, այդ երկու կոպեկները, դուք այսօր լսեցիք, ես մի բան լսել եմ, 150 տոննա լոլիկ են արտահանել այս մարդիկ, պատկերացնում եք ինչի մասին էր խոսքը, երբ օրը ամիսը 1000 տոննաներ էին արտահանում, այսինքն սրանք իրենց ստերով փորձում են արտարացնել իրենց ձախողումները։ Այդ ընտրանքային շուկաներ են իրենց դա այդ ընտրանքային շուկաներ գտնելու համար է, պարոն Կարապետյան, որ միակողմանի միայն մի երկրից կապվածություն չունենալ։ Չի ստացվում է։ Եթե այլ ընտրանքային շուկաների համար պետք է ծախսել ամբողջ Հայաստանի բյուջեն, իսկ այս տեմպերով իրենք դա անելու են։ Այսինքն ինչ են անում։ Մարդիկ գոնե, չգիտեմ ինչ կանեն, մի 200 դրամ ստանալու համար վարձում են մեքենաները, տանում են Վրաստան, միգուցե թափում են այնտեղ այդ ապրանքը, գալիս են, որ այդ 200 դրամը ստանան, տանեն իրենց վարկերի հարցը լուծեն։ Բայց դա բերելու է այդ ձեռնարկությունների փակվելու ու արդեն ուսումնասիրեք ինչ կան ձեռնարկություններ արդեն փակվել։ Դուք տեղեկություններ ունեք, որ այդ կետն են փակվում։ Ես ենթադրում եմ, բայց իմ ենթադրությունները միշտ 90%-ով նման են։ Պաշտոնական պետականացվելու է, այսինքն այդում են ղեկավար կազմը փոխելու աշխատանքները մնալու են, Թե պետականացվել են, հրատան ցեմենտը պետականացվել են։ Չեն աշխատացնում, մարդիկ 4-500 մարդ մնացել են առանց աշխատանքի։ Ով է խանգարում իրենց։ Աշխատացնեն Հրազդան ցեմենտ։ Պարոն Կարապետյան, ես ինքնաբացարկի մասով մի վարքյան էլի, ես ինքնաբացարկի Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նախկինում եք 2021-ի ընտրություններից հետո լրիվությունը խոստանում եք իշխանապողության հարցահանգության ծրագրարանում փողոցային պայքար սկսեցին, իմպիչմենտի կորցնած տապալվեց։ Հիմա ըստ ձեզ, այս խորհրդարանը դիմադին ուժերի պլաններ ինչով են տարբերվում նախորդից։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, դուք հաջողվելու եք ձեզ իշխանապողության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, ինչ կանխատեսումներ կան։ Հիմա օրորի, ես ասել եմ, օրորի ավելի է ձախողվել։
Դրա համար ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Պարոն Կարապետյան, Արդեն հավաքական։ մոտավորապես։ Պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Չկա արդեն, իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք շարունակում են ստերով կերակրել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։ Բայց մեկուսացնում են ընդդիմության առաջնորդներին, օրինակ Ծառուկյանի Ծառուկյանի տեսանք ինչ արեցին, համաշխարհային խայտառակություններ դա։ Փաշինյանը նույնիսկ ինքը իրեն գերազանցեց դրանով, այսինքն ինչ արեց, ամբողջ աշխարհը սպասում, որ ինչ լինի։ Փաշինյանը գործում է ակտիվ, մեկուսացնում է ընդդիմության լիդերներին։ Շատ ակտիվ գործելով շատ սխալներ են տալիս։ Մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Ծառուկյանը նույնպես։ Գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական մտահոգություն ունեք, որ մենք կկանգնեցնենք, դա լինելու է Հայաստանի համար, դա լինելու է Հայաստանի համար, բայց մենք դա կանգնեցնելու ենք։ Այդ ոչ ժողովրդավար գնահատվող տեսարանը ոչ տեսանք Ծառուկյանից տանը։ Ասում են, որ Նարեկ ջան, դուք էլ եք չէ գնահատում ոչ ժողովրդավար դա։ ոչ ժողովրդավար։ Եվ ասում են, որ դա ազդակեր ուղղված մյուս ընդդիմադիր լիդերներին, մեսիջը ձեզ Քոչարյանին ինչ հետևություն։ Ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի։ Դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար։ Դրանով մենք չենք Ծառուկյանին ինչ մտածել։ Պարոն Կարապետյան, վերջին հարցը այսօր նաև մամուլի լրատվամիջոցների թափանցիկության մեջն աշխատողն անդրադարձել, ավելի բավարար նախագահի հետ էր այդ մասին խոսել, որ հատուկ խումբ է ստեղծելու հրապարակումները համապատասխանատվության մասին համար։ Ինչ է պատմում, ինչու է այս փուլում այդպիսի նախաձեռնություն, այդպիսի խումբ ստեղծում։ Ինքը հայտարարել էր, ուզում է լրագրողներին ուղարկի փայլաբազար, դրա համար ուսումնասիրելու է ու ճանապարհը առաջինից Նարեկին է ուղարկել։ Պարոն Կարապետյան, մի Բարդ հարցեր։ Հարցերը նիստից հետո է հնարավորություն կունենալ։ Պարոն Կարապետյանը, մեծ արդյունք ունես։ Ինքնաբացարկների մասով 106 անց ինքնաբացարկ մոտեցեք, ճիշտ է նշեցիք վստահության մասով, բայց կան այսպիսի մտավախություններ, որ դուք մտավախություն ես, ինքն ձեր դաշինքը մտավախություն ուներ, որ այս անձինք կմիանան խորհրդարան մտնելով իշխանության, դրա համար է նրանք հեռացել։ Դուք հավատացեք, ոչ մեկը չի միանա, նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց, այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա։ Իսկ այն մինչև 30 դրանում անհանգստացեք։ Իսկ հիմնական պատգամավորների ցանկից ինքնաբացարկը լինի, որ գործընկերներ, ցույց անցնի պարոն Կարապետյանը, ինքնաբացարկը լինի։